Հայ դերասան, բայց չեմ ճանաչում։ Կարծեմ դերասան տելու երկչուի։ I don't know. Չգիտեմ։ Չեմ ճանաչում։ Հայ դերասան, չգիտեմ։ Հումորիստ, հաղորդավարուհի, դերասանուհի, չեմ հիշում անունը։ Աչքի նельзя снять, не узнаю։ Էս սովա։ Էս շատ զարմացած դեմք է։ Այ, մի րոպե։ Գևորգյան, բայց անունը չեմ հիշում։ Բան, Արմինե Գրիգորյան։ Արմինե Գրիգորյան։ Արմինեն է։ Արմինե Գրիգորյան։ Հա, Արմինե Գրիգորյանն է։ Արմինե Գրիգորյան։ Արմինե Գրիգորյան։ Բան Արմինե Գրիգորյան։ Արմինե Գրիգորյան մեր այ երկչույներից։ Արմինե Գրիգորյան։ Արմինե Գրիգորյան։ Արմինե Գրիգորյան։ His name is actor and his name is oh my god. Դերասանա։ Ամերիկյան դերասան է։ Անունը չեմ կարող։ Ամերիկյան դերասան։ Չգիտեմ։ Այն դերասանն է Լյուդիվ Չորնովի մեջի։ Չեմ հիշում։ Անունը չես հիշում։ Ջեք, չէ։ Չէ, չեմ ճանաչում, չեմ հիշում։ Չգիտեմ։ Այս է հոլիվուդյան դերասան է, բայց չեմ հիշում անունը։ Չգիտեմ։ Լուրջ դերասան է, բայց չգիտեմ։ Չեմ ճանաչում։ Ծանոթ անունը չեմ հիշում։ Американский актер, не знаю, չեմ հիշում։ Անունը չգիտեմ։ Ռոբի Ուիլյամս։ Չեմ ճանաչում։ Էս են ակտորն է Ջորջ Բուշն է, էլի։ Իրան նման։ Չգիտեմ, բայց Tommy Lee Jones. Tommy Lee Jones հոլիվուդյան դերասան։ Юморист? Не юморист, не знаю, честно. Չգիտեմ։ Չգիտեմ։ No. Այս է Նոլիայի երկիչն է։ Էտո։ Այ դրան չես իմանա, չգիտեմ անունը։ Չէ։ Չէ։ Հայ դերասան, չգիտեմ։ Վաչե, Վաչե։ Բալա երկողը չի։ Մեր բալա երկողն է։ Ռոկին է։ Ծանոթա, բայց չեմ հիշում։ Ավելի խնդալու բաներ ասա։ Չգիտենք։ Բալա։ Բալա։ Վաչե Ամարյան։ Վաչե Ամարյան։ Վաչե Ամարյան։ Վաչե Ամարյան։ Էսի Վաչե Ամարյան։ Այն Վաչե Ավեյանն է երկիչ։ Վաչե Ամարյան։ Վաչե Ամարյան, այ։ Ռեալիստ է ասեմ։ Չգիտեմ, ֆուտբոլիստ է։ Դու պիտի իմանաս ֆուտբոլիստ է։ Football player Ribery. No. Via. Ֆուտբոլիստ։ Դու կիմանաս, չէ՞։ Չեմ ճանաչում։ Ֆուտբոլիստ է հաստատ, բայց չեմ ճանաչում։ Ֆուտբոլիստ է, բայց չգիտեմ։ Ֆուտբոլիստ է, դու կիմանաս։ Չգիտեմ։ Ֆուտբոլիստ է։ Մխիթարյան։ Ֆուտբոլիստ է, բայց չգիտեմ ով է։ Ֆուտբոլիստներին չեմ ճանաչում։ Не знаю, молодой. Хотя всех футболистов знаю, но этого не знаю. Ֆուտբոլիստ։ Մեսսի։ Մորատա։ Իսկո։ 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 Չգիտեմ։ Հա, բան է։ Այն երկշույն է։ Չգիտեմ։ Գանդի։ Սուսաննա։ Ինչ-որ ժողովրդական երգիչ է։ Չեմ ճանաչում։ Չգիտեմ։ Էսի բանա։ Չեմ ճանաչում։ Էսի չեմ ճանաչում։ Դերասանուհի անունը չեմ հիշում։ Ես էլ չէ։ Не, следующий. Next. Մի վարքյան մեր հայ երկչուի հիմա կասեմ։ Այ Աստված։ Մոտ ինձ սիրան լավ գիտեմ, ուղղակի անունը մտքիցս թռավ։ Խայտարակերը։ Ֆլորա Մարտիրոսյան։ Չէ։ Էս տատս է։ Ահա որ ծանոթ էր, բայց չեմ։ Հայտարարվեցինք, չգիտեմ։ Գարդ։ Չէ։ Սուսաննա Սաֆարյան։ Սուսաննա Սաֆարյան։
Հոլիվուդյան աստղերի շարքում այս դերասան նախոս ունի իր յուրահատուկ տեղն ու դերը։ Նա նաև սցենարիստ է ու կինոռեժիսոր։ 4 անգամ առաջադրվել է կինոակադեմիայի պատվավոր Օսկար մրցանակի, որոնցից մեկը ստացել է 94 թվականին որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։ Խոսքը փախստական է ֆիլմի եւ դերասան Թոմի Լի Ջոնսի մասին է։ Դերասանն ավելի շատ հայտնի է անպարտերի եւ ուժեղ շերիֆների, քննիչների եւ հատուկ գործակալների դերերով։ Սևազգեստ մարդիկ, փախստականը, սա ծերուկների տեղը չէ ֆիլմերում։ Սակայն նույն հաջողությամբ նա կերտում էր էքսցենտրիկ չարագործների կերպարներ բազմաթիվ ֆիլմերում։ 90-ական թվականներին նա ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկն էր Հոլիվուդում, բայց հարցվածների շրջանում նրան շատ քչերն են ճանաչում։ Թոմի Լի Ջոնս 8%. Сам Томми Ли Джонс полагает, что эта роль оказалась из всех 3 исполненных им в эпопее «Люди в черном» наиболее интересной в актерском отношении. Когда удается сделать так, чтобы одновременно было бы и смешно, и страшно, можно сказать, что ты выигрываешь 100 тысяч по трамвайному билету. Նրանք, ովքեր սիրում ու գնահատում են հայկական բուսանական եւ ժողովրդական երաժշտությունը, այս երգչուհուն շատ լավ են ճանաչում։ 80-ական թվականներին նրա երգերը հայկական հեռուստաեթերի անբաժանելի մասնիկն էին կազմում։ Սուսաննա Սաֆարյան։ Նա ունի տասնյակ սիրված երգեր եւ հազարավոր երգչբագուներ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Եվ չնայած այսօր նրա երգերն այնքան էլ հաճախ չենք լսում ու տեսնում, միևնույն է։ Հարցվածների շրջանում Սուսաննա Սաֆարյանի երգչբագուները քիչ չէին։ Նա այսօր մեր հիթ-շքերթի 3-րդ հորիզոնականում է։ Սուսաննա Սաֆարյան 9%. Իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդյան Ռեալի հարձակվող կիսապաշտպան, լոնդոնյան օլիմպիական խաղերի մասնակից, Իսկո։ Ռեալի հետ նա պայմանագիր կնքեց 2013 թվականին 5 տարի ժամկետով։ Տրանսֆերի գումարն էր 30 միլիոն եվրո։ Դրանից հետո Իսկոն ներկայացվեց հանրությանը որպես թագավորական ակումբի ֆուտբոլիստ։ Արարողությանը ներկա էր 8000 երկրպագու, ինչպես երևում է, Իսկոն բավական շատ երկրպագուներ ունի նաև Հայաստանում, որոնց շնորհիվ է նա այսօր հայտնվել է մեր հիթ-շքերթի 3-րդ հորիզոնականում։ Իսկո 26%. Հայկական շոու բիզնեսը սկսում է նմանվել անհատակ մի ջրհորի, որը երբեք չի լցվում։ Այստեղ օրեցօր ավելանում են նոր մարդիկ։ Վերջին ամիսներին մենք հաճախ ենք լսում այս երիտասարդի երգերը, որտեղ նա պարբերաբար դիմում է իգական սերի ներկայացուցիչներին, անվանելով նրան կամ անունով, օրինակ Օլյա, կամ էլ փաղաքշական անուններով՝ Բալա, Վաչե, Ամարյան։ Նրա լուսանկարներով պաստառներն էլ դարձել են մեր քաղաքի անբաժանելի մասը։ Դուր գա դա ոմանց թե ոչ, միևնույն է։ Վաչեն ունի բազմաթիվ երկրպագուներ, ովքեր երևի թե նույնպես սիրում են Օլյաներին, Բալաներին ու նմանատիպ էակներին։ Վաչե Ամարյանն այսօր զբաղեցնում է մեր հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականը։ Վաչե Ամարյան 39%. Իննսունական թվականներին հայկական շոու բիզնեսում հայտնվեց մի երգչուհի, ով իր մասնագիտությամբ դերասանուհի է։ Նա ինստիտուտից հետո որպես մեներգչուհի եւ դերասանուհի աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Պարունյանի անվան երաժշտական կոմեդիայի, մետրո Ոզնեներ թատրոններում։ Իսկ 1995 թվականից երգում է որպես անհատ երգչուհի։ Նրա երգերի մեծ մասը հիմնականում հումորային ժանրին են պատկանում։ Դրանք բարձրացնում են տրամադրությունն ու ստեղծում ուրախ մթնոլորտ։ Ինչպես երևում է, դա դուր է գալիս շատերին։ Հարցվածների մեծ մասը ճանաչեց Արմինե Գրիգորյանին։ Արմինե Գրիգորյան 56%. Ով կարող է ճիշտ ինձ ասել այս մեծ աշխարհում ամենաշատը ով է ինձ սիրում, ինչս է սիրում, ինչ կա սիրելու, ինքս էլ չեմ հասկանում, Երևանի սիրուն տղա շատ եմ քեզ սիրում, հոգ ջան հավատա, Երևանի սիրուն տղա իմ արև ինձ հավատա
դադար